Փետրվարի 20-ից 27-ը ձյան տեղումների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին պետական պատվերով մատուցվել է մոտ 1350 բժշկական ծառայություն, թե ամբուլատոր եւ թե ստացիոնար։ Տարբեր տեսակի այս ծառայությունները բաշխվել են մոտ 300 քաղաքացիների միջև։ Տվյալները դեռ վերջնական չեն։ Բժշկական կազմակերպությունները պետք է արդեն անհատական հաշվետվությունների ձևով ներկայացնեն բոլոր այդ քաղաքացիներին, ինչ ծառայություններ են ստացել եւ այլն, որպես մենք նաեւ հետագայում այս դեպքերի ֆինանսավորենք։ Առողջապահության նախարարն ավելի վաղ հայտարարել էր. Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը։ Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով, անկախ սոցիալական կարգավիճակից։ Մոտավորապես 60% դեպքերի վնասվածքներ են, մնացածը կոտրվածքներ են։ Երևանում բնակվող 74-ամյա Հրանուշ Նիկողոսյանն էլ, որ համաձայնեց մեզ հետ խոսել առանց տեսախցիկի, այդ օրերին սայթաքել ու ընկել է, ընդ որում 2 անգամ, նախ սառած աստիճանների վրա։ Այդտեղ ոտը սոտվեց, թե ոնց ընկա չզգացի։ Այդտեղ հելա կանգնա, ցավում էր, բայց կանգնա։ Հետո շուռ եկա, էանով, ասեանով կարողա լավ եղել գնամ։ Ավտոյի ճանապարհ էր, ասի տեղով բարձրանամ, այդտեղն էլ մի հատ ընկա։ Երկու օր էլ տառապա, գնացի մեր պոլիկլինիկա։ Դեռ ռենտգենարին ասին մայրիկ ջան, ջարդած է քո թևը։ Ուղարկեցին հիվանդանոց։ Այդ հրամանոր հաներին 7 օրվա ընթացքում։ Դրա համար պետ պատվերով ընձի օպերացիան վիրահատել են։ Ուսիս գլոխնա, ու հլը կարերն էլ չեն քանդեր։ Պետական առողջապահական գործակալության պետի փոխանցմամբ ստացիոնար բուժօգնություն ստացել է ավելի քան 50 քաղաքացի, որոնց դեպքում վիրահատական միջամտությունների կարիք է եղել։ Աննա Զախարյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։